Vivaro, խաղացեք հաճույքի համար։ Իրոք Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը մտահոգիչ դրսևորումներ ունի, ինչի հետ կապված Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներով պարբերաբար ազդարարել ենք, բարձրաձայնել ենք եւ այն բոլոր հնարավոր զարգացումները ըստ էության, որը արձանագրել ենք նաեւ ազգային ժողովի ամբիոնից, մամուլի միջոցով այսօր արդեն իսկ որպես իրողություն արձանագրում ենք եւ ներկայացնում ենք։ Այնուամենայնիվ արդեն իսկ փաստ է, որ ամսի 23-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ եւ կարծում եմ այս լսումներին պետք է կարողանանք այնպիսի մասնակցություն ապահովենք պետական այրերի, հասարակական կազմակերպությունների եւ այն անձանց, ովքեր խորքային ուսումնասիրություններ են արել, որպեսզի կարողանանք խորքային ուսումնասիրության առարկա դարձնենք այն գնաճը առաջի ապրանքա տեսակների, որոնց սպառողն են մեզանից յուրաքանչյուրը, որպեսզի խորքային հասկանանք եւ եթե մեղավորներ կան, որոնք մենք միանշանակորեն համոզված ենք, որ լինելու են, կարողանանք պատասխանատվության ենթարկել։ Միջազգային շուկայի հետ եթե համեմատության մեջ ենք դնում մի շարք ապրանքատեսակներ, որոնք փորձում են ներկայացնել գնաճի են արժանացել, մենք արձանագրում ենք զուգահեռաբար, որ նման իրողություն չկա։ Եվ այս հանգամանքում եւ այս իրավիճակում բնականաբար պետք է պատասխանատվության ենթարկեն եւ կոնկրետ մատնանշենք մեղավորներին։ Խորհրդարանական մեր գործունեությունը սկսելուն պես Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներով կոնկրետ թիրախավորելով հարկային օրենսգրքում գործնական առաջարկություններ իրավիճակը փոխելու նոր մոտեցումներով հանդես գալու մենք մի քանի նախաձեռնությամբ հանդես ենք եկել։ Այն աշխատանքային մոտեցումը, որը որ հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ ողջագրել են, որոնք հնարավորություն ըստ էության չեն թողնում առարկայական քննարկում կազմակերպել խորհրդարանում, մեզ համար սա որպես խորհրդարանական երկիրի ճանապարհ ողջագրած քաղաքական միավոր անընդունելի ենք համարում եւ դատապարտում ենք։ Գյուղատնտեսության ոլորտում շատ հստակ մեր կողմից առաջարկություններ են ներկայացվել։ Մենք գտնում ենք, որ առաջիկայում, երբ պետք է սկսի գարնանացանը գյուղատնտեսությունը որպես այդպեսին վերածնունդ պետք է ապրի, մենք լայն հնարավորություն կընձեռնենք, որպեսզի Հայաստանում շուրջ այն 60% մշակ հողերը անմշակ չթողնելու քաղաքականության իրական գործնական քայլեր կձեռնարկվեին։ Մենք գտնում ենք, որ այս ոլորտում հնարավոր է էական փոփոխություններ մտցնել։ Մենք գտնում ենք, որ ոլորտային կարելի է տարին հայտարարել, օրինակի համար 2018 թվականը, որ թիրախավորել գյուղատնտեսությունը, որ պետք է նոր թափ կարողանանք հաղորդել։ Քանի որ ժամանակը քիչ է ավելի խորքային հնարավոր չէ ներկայացնել, մեկ օրինակ այնուամենայնիվ կհասցնեմ բերել։ Պատահական չէ, որ նույն աշխարհում համեմատության մեջ դնելով ես գտնում եմ, որ պետք է մենք լավ օրինակը բարձրաձայնենք եւ ներկայացնենք, Հոլանդիան համարվում է աշխարհում գյուղատնտեսության մեջ ամենադինամիկ զարգացող պետությունը եւ պատկերացրեք, Հոլանդիայի պես պետությունը գյուղատնտեսության նախարարություն չունի։ Հանիրավի միջամտությունները եւ մեկնաբանությունները որովից է լավ բանի չեն բերում։